Եվս մեկ անգամ բարի լույս բոլորին, ովքեր մեզ նոր են միացել, եթերում առավոտ լուսով վիկենդն է հիշեցնենք եւ այս պահին ուզում եմ ներկայացնել մեր այսօրվա հաջորդ հյուրերին։ Մեր տաղավարում են շատ գեղեցիկ մի ընտանիք, բլոգերներ Ասղիկ Թադևոսյանը, Դավիթ Դավթյանը ու նրանց հրաշք փոքրիկ գեղեցկուի Աֆինա։ Ալո, Աֆինա։ Բարի լույս։ Բարի լույս։ Ո՞նց ես։ Գեղեցկուի։ Բարևում եք ես։ Բարի լույս ու շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք։ Հասկացա Աֆինա։ Այ շատ բարի։ Ընկերներ, ինչպես են սկսվում ձեր հանգստյան օրերը, առավոտները, ինչպես է ձեր ընտանիքում սկսվում առավոտը։ Շատ խառը։ Բայց սկսվում է Աֆինայով, մեր զարթուցիչն է, Աֆինան։ Շատ վաղ է արտանում։ Շատ վաղ, լինում է 6-ին, 5-ին։ Հիմնական 7 ամսկա ես։ Գլուխը բարձրացնում է ու բոլորս բնականաբար ամբողջ տունը արդեն առավոտյան արթնանում է, բացի ինձնից ես սիրում եմ քնել։ Դրա փոխարեն Դավիթը գալիս է օգնության։ Այո։ Դավիթը սկսում է օգնել։ Լավ, իսկ կան ինչ-որ հատուկ ավանդույթներ, որ ձեր ընտանիքը այսպես հավատարի մնալով միշտ ամեն առավոտյան դա պետք է անի։ Ես շատ կուզեի ասել, որ մեր մոտ ավանդույթ է ու մենք առավոտյան նախաճաշում ենք բոլորս միասին, բայց այդպես ստացվում է միայն հանգստյան օրերին, որովհետև շաբաթվա աշխատանքային օրերին մենք սովորաբար բոլորս վազում ենք մեր գործերով ու չի ստացվում ցավոք։ Ես առաջարկում եմ մի փոքր հետ գնանք եւ գանք ամենասկզբից, թե ինչպես սկսվեց ամեն ինչ։ Վախ։ Աֆինայի սրտով չէր իմ հարցը։ Կգաս իմ մոտ։ Աֆին։ Գնաս։ Նորտեղ, արի քեզ փոխանցեմ։ Արի ես քեզ գրկեմ, մենք գնանք շրջելու։ Արի։ Համաձայնվեց։ Ինչ եմ ցույց տալիս։ Հիմա Ինան կշրջի, ես կզրուցեմ։ Դե գնանք հետ ու փորձենք հասկանալ, թե ինչպես այս ամենը սկսվեց։ Դեռ կովիդյան ժամանակահատվածից, երբ կովիդը վերջացավ, մենք մեր ընկերների հետ, Արուսիկի ու Արշակի հետ առաջին անգամ որոշեցինք միասին ճանապարհորդել։ Գնացել ենք հանգստի Եգիպտոս։ Ու այնտեղ իմ ընկերուհու նկարահանած բոլոր վիդեոները ես ուղղակի տեղադրում էի նոր իմ էջում, 0-ական էջ։ 0 հետևորդ, 0 լայքեր, ամեն ինչ 0-ից սկսված։ Նոր սկսվում էր։ Այն կոնտենտը, որը նկարանում էր իմ արդեն պրոֆեսիոնալ ընկերուհին, ես ուղղակի տեղադրում էի մեջում ու այն անգամ սթորիները, որոնք գուցե ես հիմա չանեմ ընդհանրապես այդպիսի սթորիներ, այն ժամանակ ես տեղադրում էի որպես post reel տարբերակով ու բավականին լավ դիտումներ էին հավաքում, անգամ 160-150 հազար դիտումներ հավաքում էին ու այդտեղից սկսվեց 6000 հետևորդ, 7000 ու հենց արդեն 10000 հետևորդ անցավ, մտածեցի երևի պետք է սա նշանա, որ ստացվում է ու պետք է ավելի լուրջ վերաբերվել։ Իրականում ես աջակցում էի, քանի որ ես ի սկզբանե մտածում էի, որ դա ռեալ գործ է այս դարի համար եւ փորձում էի ամեն ձև օգնել այդ հարցում, գնում էի տեխնիկա, փորձում էի նկարահանել, ամեն ձև անում էի, որպեսզի իր ամոն ստացվեր։ Իսկ արդյոք չխանգարեց ընթացքում, երբ որ արդեն հետևորդները շատանում էին, հետաքրքրությունը մեծանում էր, ձեր առօրյա կյանքին, անձնական կյանքին, ընտանեկան կյանքին։ Չէ։ Իրականում դա դարավ առօրյայի մաս է։ Առօրյայի մաս է։ Ժամանակ տրամադրելը ամեն ինչ նորմալ էր։ Երեխաները չէին դժգոհում, որ դուք ավելի շատ ժամանակ եք անցկացնում, չգիտեմ։ Պետք է երեխաներից հարցնենք։ Աֆինա։ Մենք գիտենք, որ Աֆինան փոքրիկն է, իսկ մեծը ձեր որդին է։ Միքայելը ինքան էլ չի սիրում նկարահանվել, դրա համար մենք հարգում ենք իր որոշումը։ Այո։ Իսկ այլև ողջույն Միքայելին։ Ես վստահ եմ, որ հիմա նա մեզ էկրանի հակառակ կողմից է դիտում։ Միքայել մեր ջեր, ողջույնները քեզ։ Մենք էլ ենք հարգում քո որոշումը։ Փաստորեն ընտանիքի աջակցությունը այս դեպքում շատ կարևոր էր։ Բլոգինգի հետ կապված։ Ինչ ձևաչափով եք ընտրում, որ ինչը պետք է հրապարակել կամ ինչ որ հստակ գուցե ճյուղեր կամ ուղղություններ կան, որոնք որ այսպես միշտ հետևում եք, որ պահեք։ Հիմնականում ընտանեկան կոնտենտն է մեզ մոտ։ Այս պահին սկսել եմ նոր ուղղություն, սանրվածքներ եմ ցույց տալիս աղջիկների, որ իրենք կրկնեն, որովհետև հիմնականում բոլորը մտածում են, որ կամ որոշակի սանրվածքներ, որոնք բարդ են առօրյայում անել, բայց շատ հեշտ քայլերով հնարավոր է լայվ խաղեր, այսպես ասած, կրկնել։ Շատ տարբեր տեսակի կոնտենտներ ունենք։ Այսինքն հստակ բովանդակություն ստեղծելու համար ինչ-որ կարևորություն չկա։ Ճանապարհորդությունից շատ մեծ կոնտենտ ունենք ու հատկապես հետևորդները սպասում են ճանապարհորդություններին, որովհետև մանրակրկիտ ներկայացվում է ամեն դետալ, որ հյուրանոցը, ինչ ուղղություն
Ճանապարհորդությունները բավականին մեծ ակտիվություն ու հետաքրքրություն են առաջացնում փաստորեն հետևորդների։ Ինչու է պայմանավորված։ Գուցե ունեք դրա պատասխանը, թե Գուցե նոր ուղղություններ կամ հին ուղղությունները նորովի ներկայացնել։ Եկարում իմ կարծիքով նրանով է պայմանավորված, որ մենք ճանապարհորդում ենք երեխաների հետ։ Միշտ շատերի համար դա դժվարություն է համարվում, բայց դուք գտել եք հեշտ ձևը։ Իրականում չենք գտել հեշտ ձևը, ուղղակի փորձում ենք միշտ իրանց էլ ներգրավել իրանց համար դարձնել դա առօրյա ճանապարհորդելը եւ Միքայելը արդեն իրականում շատ հանգիստ է ճանապարհորդում մեր հետ։ 8-ից ավել երկրներում արդեն մեզ հետ եղել է։ Ինչպես եք ընտրում, որ սա կարելի է հրապարակել, իսկ սա չէ։ Սա ընտանեկան արխիվի համար է։ Թե ձեզ համար Չէ, մենք հետևորդներից ոչինչ չեք թաքցնում։ Այդ հարցում ես կարող եմ պատասխանել, Աստղիկը ունի աշխատանքային կողմ։ Ցանկացած մատերիալ, որը նկարված է աշխատանքային կողմում, դա հրապարակվում է։ Որ կողմ է ձախ թե ոչ։ Հիմա ճիշտ եմ նստած։ Հիմա ճիշտ եք նստած։ Դեպքում չէ նստի։ Հասկացա։ Այ։ Իսկ եթե ավելի լուրջ, իսկ ավելի եթե հարցին մի փոքր ավելի լուրջ մոտենանք, իհարկե սահմաններ կան ամեն տեղ։ Կան իհարկե կոնտենտ, որը մեզ համար ընդունելի չի, մեր էջում չկա։ Կան մեր շրջապատում շատ հարազատ մարդիկ, ովքեր չեն ուզում մեր կոնտենտի մի մասը դառնալ, բնականաբար իրենք նույնպես չեն նկարահանվում, իրենց ընդհանրապես ցույց չենք տալիս ու առհասարակ երեխաների հետ կապված կոնտենտում էլ փորձում ենք զգուշ լինել։ Իսկ Դավիթ օգնում եք Աստղիկին, թե ինչ նկարահանի կամ ոնց նկարահանի։ Իրականում առաջ ավելի շատ է օգնում։ Հիմա մի փոքր արդեն սահմանում եմ իմ օգնությունը, քանի որ զբաղված եմ իմ աշխատանքով։ Ու ես պրոֆ եմ արդեն։ Աստղիկը հմտությունները ձեռք բերել, պրոֆեսիոնալ հմտությունները արդեն ձեռք բերել, ձեր օգնության կարիքը չի զգացում փաստորեն։ Ավելին ներկայացումը փոխել է ձեր բլոգինգի բովանդակությունը, թե նույնն է մնացել փաստորեն։ Նույնն է։ Մտածել եք, թե մի քանի օր առանց սոցիալական ցանցերի մնալու դեպքում ինչ առասարակ կլինի կամ ինչպես կանցնի ձեր առօրյան։ Ես սովորաբար լինում է դեպքեր, որ օրերով ստորիներ չեմ տեղադրում, ինտերնետ չեմ մտնում, հեռախոսին չեմ կպնում։ Չկա, այսինքն կախվածություն ընդհանրապես չկա։ Այ եթե ընդհանրապես համացանցը չլինի, այդ դեպքում արդեն լուրջ խնդիրներ կունենանք։ Մարդիկս բոլորս գործազուրկ կդառնանք։ Կամ ես կարող եմ լինել ուղղակի շատ լավ IT-շնիկի կին, ինչ պատա, չէ։ Գուցե նաև երջանիկ ապրենք։ Լավ, բլոգինգի փորձենք դրական կողմերից խոսենք։ Որոնք են առհասարակ բլոգինգի դրական կողմերը։ Իմ կարծիքով բլոգինգը ընդհանրապես բլոգերները օգնում են որոշակի մարդկանց բացահայտել նոր բաներ, նոր վայրեր, նոր տեղեր։ Իսկ ձեզ համար դրական կողմեր ունեն։ Եթե խոսենք ընդհանրապես բլոգինգի մասին, այո, իհարկե ես նույնպես նայում եմ որոշակի բլոգեր, գտնում եմ այնտեղ նոր վայրեր, որտեղ կարելի է ճանապարհորդել։ Իսկ հիմա բացական կողմերից խոսենք։ Ըստ ձեզ որոնք են։ Հետո քրքիրա։ Ինչ դրական մասնագիտություն է։ Ոչ մի բան չեմ գտնում։ Ուրեմն ձեզ համար ոչ մի բացական կողմ չունի։ Իսկ եթե մեկնաբանություններից խոսենք, հաճախ վստահ եմ, որ յուրաքանչյուր բլոգ վարող մարդիկ հանդիպում են եւ առնչվում են վատ մեկնաբանությունների, սուր մեկնաբանությունների, անարդար մեկնաբանությունների, ինչի ոչ։ Շատ են ձեր դեպքում եւ ինչպիսին է լինում ձեր գործողությունները ու քայլերը։ Դուք գուցե չհավատաք ինձ, բայց ես այն բլոգերներից բլոգերներից եմ, ես ձեզ կհավատամ։ բայց ես այն բլոգերներից եմ, որ էջում ընդհանրապես հեյթ ասվածը չունեմ, որովհետեւ ցանկացած կոնտենտ ինձ մոտ միայն դրական կոմենտներ են ստանում, աջակցություն, մեծ աջակցություն հետևորդների կողմից, հետադարձ կապ, սեր մի անգամ մի բան կարող եմ ասել, Դավիթին էին գրել բան ու շատ տգեղն է, բնականաբար երևի մի փոքր չհասկացող մարդ էր գրել, որ Դավիթը սիրում է նույն երանգի շապիկներ անընդհատ գրել էին Այս մարդը նոր շապիկ չունի, որ հագնի, չգիտեմ, ես տեսակ ինչ-որ ամենավատ եւ սուր մեկնաբանությունը կոմենտ կարելի էր գրել շնորհավոր Դավիթ ջան, գրել էին այս մարդը մի հատ նոր շապիկ չունի, որ հագնի։ Սովորաբար ես էլ անկեղծ, եթե ինչ-որ մի բան իմ սրտով է եւ հավանում եմ, դժվարությամբ եմ կտրվում այդ ամեն ինչից։ Բնավորության նման գծեր կան, հատկապես հագուստի նկատմամբ։ Լավ, քանի որ դուք նշեցիք, որ ճամփորդություն շատ եք սիրում, հետևորդները նաև մենք այդ թվում գիտենք, որ դուք այո, իրոք շատ եք սիրում ու նաև հետևորդներն են սիրում, որ դուք ճամփորդում եք։
Առաջիկայում ինչ պլաններ կան գուցե ճամփորդության, որ կարող եք հիմա կիսվել նաև մեզ եւ մեր Արդեն 1 տարվա կտրվածքով պլաններ ունենք։ 26 թվականը զբաղված է, փակված է, արդեն 27-ն եք սկսելու պլանավորել։ Որոշների մասին Դավիթը չգիտի անգամ, հետևորդներին էլ չեմ ասում նախապես սովորաբար, բայց ինչու՞ ոչ, այս անգամ կիմանան հենց եթերից։ Այսօր հատուկ օր է։ Այո։ Շատ լավ։ Մենք պլանավորում ենք դեկտեմբերի 26-ին մեկնել Չինաստան, արդեն տոմսերը գնված են։ Վաղը կստանանք մեր անձնագրերը, դրանից հետո մեկնում ենք Իսպանիա։ Իսկ դրանից հետո մեկնում ենք Սաուդյան Արաբիա։ Այդ դրա մասին Դավիթը չգիտեր, բայց դա հանակնկալ էր։ Չինաստան առաջին անգամ ենք գնում։ Ու առհասարակ Հայաստանում կարծում եմ շատ չեն գնում այդ ուղղությամբ, հետաքրքիր կլինի նաև բացահայտում կլինի հետևորդների համար։ Ամանորը դիմավորելու եք Չինաստանում։ Կա երազանք, որը այսպես ընտանեկան միշտ եղել է ու դեռ իրականության չի հասել, որի մասին կարող եք հենց այսպես բարձրացնել։ Ինչ որ մի երազանք։ Ինչու համար եմ սա ասում։ Մեր տաղավարը շատ դրական էներգիա ունի ու այստեղ ինչ ասում ենք, իրականում կատարվում է, իհարկե։ Մենք սովորաբար որպես այդպիսին երազանքներ չենք սիրում ունենալ, մենք սիրում ենք նպատակներ, որովհետեւ դրանց հասնենք, բայց ունեմ մի երազանք, որի մասին չեմ բարձրաձայնի ամեն դեպքում։ Լավ։ Կներեք։ Բայց մտքում պահեք այդ երազանքը, մտքում բարձրաձայնեք, մտքում կրկնեք։ Անպայման։ Ու հետո շատ երկար չէ, ինչ որ մի ժամանակ անց մենք կշփվենք այդ հարցով։ Սիրո։ Մի մոռացեք մեզ։ Մենք այսքան շուտ ձեզ բաց չենք թողնելու, եթե դուք դեմ չեք, մենք այսպես բլից հարցեր ենք պատրաստել ձեզ համար, կհնչեն բլից հարցեր եւ վստահ եմ նաև բլից պատասխաններ ու ամենակարևորը անմիջական եւ անկեղծ պատասխանը ակնկալու ձեզանից։ Պատրաստ եք։ Ով է ավելի հաճախ ճամփորդություն պլանավորում, Դավիթ։ Ես։ Հաստատ։ Հա։ Միանշանակ։ Աստղիկ ասում է, որ Չէ, ինքը հաստատ։ շատ լավ։ Ես անակնկալներ սիրում եմ, բայց ինքը ամեն դեպքում։ Ով է նախընտրում առանց երեխաների տեղ գնալ։ Երկուսս։ Տիպիկ ծնողներ են։ Ասել եք անկես, չէ։ Այո։ Ով է ընտրել երեխաների անունները։ Միքայելին ընտրել է Դավիթը, Աֆինան ես։ Իսկ ով է ուզում երրորդ երեխա ունենալ։ Ես։ Աստղիկ։ Ամ Երկար եք մտածում Աստղիկ։ Ով է ավելի հաճախ բարկանում։ Երևի թե երկուսս էլ սիրում ենք։ Իսկ ով է ավելի հաճախ պատրաստում եւ ավելի համեղ պատրաստում։ Ոյ։ Միանշանակ ես։ Բայց դու երբ ես վերջին անգամ պատրաստել։ Ամեն օր։ Ամեն։ Հա, ինքը իր համարամենակ պատրաստում է։ Մեկ են կողքից չեք թռցնում։ Հա։ Որ համտեսեք։ Բայց ես խոհանոցում չկամ, ցավոք սրտի։ Ժամանակը դե քիչ է։ Չի ներում։ Չի ներում։ Իմ կողմից եք։ Ով է նախընտրում վնասակար, բայց համեղ սնունդ։ Ինքը։ Համ համեղ պատրաստում է, համ էլ արագ սնունդ եւ վնասակար Դավիթ։ Ցավոք սրտի։ Ցավոք սրտի ժամանակը քիչ է նորից։ Ով է ավելի երկար քնում։ Ես։ Միանշանակ։ Այստեղ հարց չկա։ Մենք դա արդեն բարձեցինք։ Ով է նախընտրում էքստրեմալ, այսպես ակտիվ հանգիստ։ Ակտիվ երկուսս, բայց էքստրեմալ երևի Աստղիկը։ Ով է վեճեր նախաձեռնողը։ Ինչ նախաձեռնա։ Վեճեր։ Վեճ նախ։ Ոյ։ Պատրաստ։ Համաձայնեք այդ կարծիքի հետ։ Աֆինա, հարցրում ամային ու պապային ով է ավելի շատ ժամանակ անցկացնում հեռախոսի մեջ։ Հեռախոսի մեջ իհարկե ես, բայց ինքն էլ համակարգչի առջև։ Որովհետև ծրագրավորի բերումով։ Այո, աշխատանքի, իմն էլ աշխատանքի բերումով։ Մեր հարցերն ավարտվեցին, բայց մենք միևնույնն է շարունակելու ենք ձեզ մեզ մոտ պահել, ձեզ բաց չենք թողնելու։ Մենք խաղ ունենք պատրաստած ձեզ համար։ Առաջարկելու ենք հայտնվեք արդեն մեր խոհանոցային հատվածում, իսկ խաղի կանոնները կիմանաք, երբ որ հայտնվեք այնտեղ։ Իսկ նախքան հանդիպելը մեր ցելերստոտողներին ընդհանրապես նշենք, որ մնացեք մեզ հետ, քանի որ փոքրիկ դադարից հետո շատ հետաքրքիր խաղ ենք ունենալու, որից հետո նույնպես անակնկալ է սպասվում։ Մենք վերադարձանք տաղավար ու շարունակում ենք առավոտ լուսով վիկենդը սիրելիներս։ Մենք պատրաստ ենք, Աֆինա։ Մենք պատրաստ ենք։ Մենք պատրաստ ենք։ Եվ այս պայն արդեն Դավիթ ու Աստղիկն են պատրաստ մեր խոհանոցում։ Ինչ գույն եք նախընտրում, Դավիթ։ Կանաչ երևի։ Կանաչ։ Աստղիկ ես դուք։
Դեղին երևի։ Ներկայացնեմ խաղի կանոնները։ 1 րոպե ժամանակահատվածում պետք է դուք ձեր տարայից ընտրեք նախընտրելի գույնը, որը դեղինն էր, իսկ դուք Դավիթ կանաչը։ Ու առանձնացնեք այն մյուս տարայի մեջ։ Պարտվողը ձեր զույգի պետք է ինչ որ շատ հետաքրքիր անակնկալ նվեր մատուցի հաղթողին, որը պետք է դուք ստորի անեք ձեր անձնական էջով, իհարկե մեր մասին չմոռանալով, որ առավոտվա տաղավարում դուք խաղացիք եւ պարտվեցիք եւ ինչ նվեր արեցիք։ Սկսեցինք։ Ես ինչ արագություն եմ նկատում ասկի մոտ։ Դավիթ։ Չես պատկերացնի։ Շատ ճկուն։ Աֆինա։ Այ մաման պապան ինչ են անում, Աֆինա։ Որ դու իմանայիր մաման պապան ինչ են անում։ Դել ես հետաքրքրված։ Ես կարծում եմ նա հետաքրքրված է տեսախցիկներով։ Վերջում էլ ես ու Աֆինան հետաքրքրվենք արդեն մյուս։ Ես էլ Ես առաջինն եմ ասել։ Ես եկա ձեզ մոտ, դու գտել ես այնտեղ, ինչ-որ գույն։ Դա մի հատ գտել եմ, կերել եմ արդեն։ Իսկ ով է տեսել։ Ոչ ոք։ Ոչ ոք, չէ, մենակ Դավիթն է, չէ՞ տեսել։ Իսկ ընթացքում դու պետք է մոտ կանաչ։ Ճիշտ։ Ահա, կանաչ, այստեղ Դավիթ ջան, կանաչ կար։ Աստղիկը հաղթեց։ Խաղացար էր։ Միանշանակ։ Դավիթ ջան, մենք կհետևենք, թե ինչ անակնկալ նվեր է լինելու Աստղիկին, իսկ Աստղիկը արդեն դե իր էջով այդ ստորին կանի։ Ինչպես են գործերը Աֆինայի հետ։ Ամեն ինչ լավ է ձեզ մոտ։ Մենք երջանիկ ենք, հանգիստ, խաղաղ։ Նորից ձեզ բաց չենք թողնելու։ Դուք պետք է շարունակեք մնաք մեր տաղավարում եւ մեզ կմիանան արդեն մեր մյուս զույգը ու կփորձենք հարցերի շնորհիվ ավելի ճանաչել ձեր երկու ընտանիքներին, այսպես կարելի ասել։ Դեմ չեք։ Մեզ հետ եք։ Փոքրիկ դադարից հետո մնացեք մեզ հետ սիրելիներս, մենք կվերադառնանք ու շատ հետաքրքիր զրույց հուսով եմ կունենանք մեր երկու ընտանիքների հետ։